պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որը դատանում մահացավ, դուք ուզում եմ իմանամ ինչ զգացիք այդ ժամանակ էլի։ Մահանալը ցավ զգացի ես, որովհետև Արմեն Գրիգորյանով մենք շատ ենք ուրախացել ժամանակին որպես պրոդյուսեր, ես անձնապես իրան երբեք չեմ ատելությամբ չեմ եղել, բայց այն որ ինքը իմ ազգին ու մասնավորապես գյումրեցիներին անվանեց թուրքից ծնվածներ եւ ազգի 52%, հա, ես որպես մարդ, ես թուրքի ծնունդ չեմ, ես որպես տղա պատասխանել եմ ու առանց որևիցե այլ բառապաշարով ասել եմ ես չեմ իջնիքո մագարտակի քո բառապաշարով, բայց քո խոսքերի համար դու ժողովրդին պատասխան ես տալու, սա է եղել իմ պատասխանը։ Ես ըստ էության բոլորը մեղադրեցին փաստաբանները, որ հիմնականում Արմեն Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի հարուցման դերակատար են։ Հենց փաստաբանները Արմեն Գրիգորյանի գլուխը կերան, հենց այն հարտակ մի հատ կար, որ կանգնում էին, թեղ էին խմցնում, խոսեցնում էին, չգիտեմ, ոգելից խմի, այդ տղեն այդպես վատ տղա չի եղել։ Իրան խոսեցրել են, չգիտեմ ինչի ազդեցության տակ, հենց իրանց փաստաբանները սարքեցին, այդ մարդուն վերցրեցին որպես թիրախ, օգտագործեցին, այդ մարդն էլ ասենք հիվանդ տղա էր, ինքն էլ այդպես իր կյանքը ավարտվեց դադանում, ես ցավում եմ, իրականում ես ցավ եմ զգացել, որովհետև իմ հային է, հետո պատահական հայ չէ, ինքը ժամանակին մեզ շատ է ուրախացել եւ մեր պատիվը բեմերու բարձր է փայլ։ Քանի որ մեղադրանքները ձեր ուղղությամբ էին գնում, որ ըստ էության դերակատարը դուք եք, որ բողոքեցիք, հարուցվեց քրեական վարույթը եւ նա դատանի դալիճում մահացավ, լավ, փորձենք հասկանալ, պարոն Թումանյան, ինչ շահեցիք նրա մահում։ Ես ընդհանրապես բողոք չեմ ներկայացել, ես ինչ սուտ թեզեր է տարածում։ Ընդհանրապես ես կապ չունեմ ոչ մի բան հետ։ Իմ խոսքն է եղել ընդամենը։ Ու իմ խոսքից Արմեն Գրիգորյանը մահացավ, որ ասի դու սրա համար պատասխան ես տալու։ Ինչ հետետություն է սա, էլի։ Չի կարելի այսպես բաներ։ Ես պատասխանել եմ իր հարցին, իր տված ձևակերպմանը։ Այսինքն ձեզ որևէ մեկը չէր ուղղորդել, որ Արմեն Գրիգորյանի դեմ գործեք, ընդհանրապես վրթովեցրել էր իր հայտարարությունը, չկա որ։ Իհարկե ոչ մեկ, ինքը անվանեց գյումրեցիները, շիրակցիները թուրքի ծնունդ են, ես էլ պատասխանել եմ, որ դու դրա համար պատասխան ես տալու։ Վերջ։ Պատասխանը տվեց դատանի դալիճում մահանալով։ Դե հիմա ես կարծում եմ այդ հարցում էլ եմ ասում ցավ եմ ապրում, բայց ես պատասխանել եմ որպես իրեն հարգող յուրաքանչյուր հայ, գյումրեցի կարող էր այդ հարցին այդպես պատասխանել կամ այդ ասացվածքին։ Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ։ Ես մոտ ժամ ու կես առաջ իմ Facebook-յան էջում տեղադրեցի իմ կողմից այդպես կուստարնի ձևով պատրաստած տեսանյութ, որը մի քանի տեսանյութերի այսպես համադրված մի րոպե ու կեսանոց նյութ էր եւ նշեցի, որ ավտոլայվի միջոցով պատասխանելու եմ Գյումրու քաղաքապետի թեկնածու մի ոմն անձի, անունը չեմ էլ տալու, արժանի չեմ համարում անունը տալ, այդ անձի կողմից անձամբ իմ հասցեին հնչեցրած աբսուրդային մեղադրանքների կապված Արմեն Գրիգորյանի հետ։ Մի անգամից ասեմ, Գյումրու ընտրությունների գործընթացը հաշվի առնելով, ես այս իմ նյութը մի դիտեք որպես ինչ-որ խորհուրդ ինչ-որ մեկին, կոչ ինչ-որ մեկին, գյումրեցիները շատ լավ գիտեն ում են ընտրելու, ես ինձ իրավունք չեմ վերապահում գյումրեցիներին այստեղ կոչերով հանդես գալ, խորհուրդներով հանդես գալ եւ այլն։ Ում չընտրել կամ ում ընտրել, դուք գիտեք, ես փաստեր եմ ասելու, դուք ինքներդ որոշեք։ Ես նորից ասեմ, հատկապես Գյումրիի առանձնահատկությունը հաշվի առնելով, կոռեկտ չեմ համարում ինչ-որ Երևանից դրա մասին խոսել։ Ես չեմ համարում, ուրիշները կարող են համարել իրենց գործն։ Այսինքն խնդրում եմ այս իմ խոսքը չդիտել որպես քարոզարշավի հետ կապված ինչ-որ մի բան։ Սա շատ ավելի կարևոր բան է, քան քարոզարշավը, որը վերաբերվում է վերջերս հանրությանը այդ ֆայտոնի տեսանյութով, այդ մարդ այդ տեսանյութով
հայտնի դարձած մի անձնավորության, որի հետ կապված ես նշեցի, որ տեղեկացնում եմ հանրությանը, որ սա այն նույն անձն է, որը դեր է ունեցել Արմեն Գրիգորյանի նկատմամբ իրականացված իմ համոզմամբ քաղաքական հաշվեհարդարի մեջ։ Որոշ փաստեր ներկայացրեցի եւ նշեցի հետեւյալը, որ եթե այդ անձը ինչ որ ցավ զգալու, զղջման, չգիտեմ, ինչ որ նշաններ ցույց կտա, ես չեմ էլ շարունակելու։ Եվ իմ խոստումը պահեցի, նա մի քանի անգամ խոսել է, ասել է, որ ցավ եմ ապրել, որ Արմեն Գրիգորյանը մահացել է, ասել է, որ ոնց թե Արմեն Գրիգորյանը այն անձն էր, որով մենք հպարտացել ենք, բա ոնց, բա ես ինչ, բա այն ինչ, տես ինչ որ շատ կներեք կոկորդելոսի արդյունքներ։ Եվ ես էլ ասեցի լավ, հատկապես ընտրական շրջանը ձեն չհանեմ։ Իմ ասելիքը ասել եմ, գյումրեցիներին տեղեկացրել եմ, որ իրանք իրենց որոշումը կարողանան կայացնել։ Երեք ինձ ուղարկում են տեսանյութ, որտեղ երևում է, որ այս մարդը նորից նույն հարցը տալիս է, մեկ էլ շուռա գալի ասում է, փաստաբաններն են մեղավոր Արմեն Գրիգորյանը, իրանք գլուխը կերան, բառացի եմ ասում։ Փաստաբանները գլուխը կերան։ Ես իմ ինչ խմացրեցին, ինչ արեցին։ Այստեղ ես չէի կարող չարձագանքեի։ Եվ ես հիմա շատ մանրամասն խոսելու եմ մի բան, որը պատրաստվում է անել օրեր առաջ, եթե այդ անձնավորությունը ինչ որ բացասական վերաբերմունքի, այսինքն ինչ որ զղջման էլեմենտներ ցույց չտար։ Բայց քանի որ ցույց տվեց, զղջման չէ, այսպես ցավ ապրելու, որոշեցի դրա մասին չխոսել, որոշեցի չհրապարակել, անգամ իր ստերին չպատասխանել, երբ ինքը սուտ էր խոսում, ասում էր, ես ցուցմունք չեմ տվել, ինչ ցուցմունք։ Իմ էջում այդ տեսանյութի տակ մեկնաբանությունում դրել եմ իր ցուցմունքը։ Բացի դրանից, որ քննիչի մոտ է ցուցմունք տվել, ուրեմն 22 թվականի մայիսի 24-ին։ 22 թվականի մայիսի 24-ին։ Եկել է նաև դատարանում է ցուցմունք տվել։ Բայց այդտեղ շատ կարևոր է ժամանակագրությունը, եւ ես հիմա դրան եմ անդրադառնալու, որպեսզի դուք ձեր հետևությունները անեք։ Եվ ես համարում եմ այն մարդկության այն ամենաառաջի օրերից հայտնի է, որ մարդը զգում է, որ ինքը մեղք կա գործել։ Ինքը հասկանում է, որ ինքը մեղք կա գործել, բայց չի ուզում դա ընդունի։ Մեղավորները ման գալու, ասենք մեղավորը փաստաբանները դուրս եկան, ես ու Մաշինյանը դուրս եկանք։ Ես կարճ կուզեմ անդրադառնալ նաև նրան, թե ոնց եղավ, որ մենք ստանձնեցինք Արմեն Գրիգորյանի պաշտպանությունը։ 2022 թվականի մայիսի 17-ին զանգ եմ ստանում Արմենից, Արմենի հետ, որ ասեմ մտերիմ ենք եղել, ճիշտ չի լինի, մի քանի անգամ կարճ հանդիպել ենք, 2 անգամ իրավական կոնսուլտացիայով, եւ պատահական այս միտինգների, բաների ժամանակ դե իրան բոլորս ենք ճանաչում, ես մեծագույն հարգանք, Կավենը, իր ինքը տենց հատուկ սիրվող հետաքրքիր կերպարա, չեմ ուզում անցյալով այս պահին խոսել։ Մեծ պատիվ է համարում, իմ համար իմ բանկության են վատկանցից էր, ումից մենք ջերմություն ենք ստանում։ Իմ համար այդպես մեծ բան էր։ Զանգեց, այդ իր սրընգուն ձենով, Ռոբ ջանց, ոնց ես, լավ եմ, ով է, անծանոթ համարից էր։ Արմենն է, սկզբից տեղն էլ չբերեցի, որ Արմենն է, Արմենը տեղը բերեցի։ Լսում եմ Արմեն ջան, ինչ ա եղել։ Բա բաժինն են ինձ բերել, քաղմաս են բերել, չեմ հիշում որտեղ էր։ Ինչի համար։ Դե այդ օրերն էր, երբ որ տենց լիքը մարդ էին բռնում։ Լիքը մարդ էին բռնում, դիմադրության շարժման օրերն էր։ Ռուբ ջան, կարաս գաս, ասեց։ Այդ պահին էլ չեմ հիշում հետևից էի գնում, որտեղ էի գնում, ասեցի Արմեն ջան, այս պահին ճանապարհին եմ գնում եմ, բայց եթե անհրաժեշտ է, ընկերոջս կխնդրեմ կգա, մի խոսքով։ Ընկերոջս խնդրեցի Արմեն Մաշինյանին, փաստաբան, փորձառու փաստաբան, իմ ընկեր Արմենը առաջինը այցելեց։ Հետո արդեն ժամեր անց հասկացանք, որ սա լուրջ է, այս չի որ տես մի քանի ժամով բռնել բաց են թողնելու։ Տանում են ձերբակալում, հետո կալանքի են տանելու եւ այլն։ Բնականաբար ես էլ միացա երեկոյան։ Ինչ խմացնել, ինչ են խոսում եւ արդեն կալանքին իսկ մնացածը գիտեք, հաճախ Արմենի հետ այցելում էինք,
Մաշինյանի հետ այցելում էինք Արմեն Գրիգորյանին Արմավիրի բանտում։ Վերջին անգամ այս Արմենն ու ես սա շատ մեղմ ասած շատ այսպես նուրբ նաև էմոցիոնալ պահեր։ Ծննդյան օրը այցելեցինք Արմենի, այդ ողբերգական օրվանից 3 օր առաջ, հուլիսի 12-ին։ Հենց արեցինք, որ գնանք եւ աշխատում էինք, դե մի քանի օրից նիստեր, իսկապես էսպես լիքը բան կար աշխատելու, բայց հենց արեցինք, որ տես կեսգիշերը ընդեղ լինեն, հենց որ կեսգիշերը ան լինի, տենց հետաքրքիր սուրպրիզներ ունեինք էլի իր համար։ Նամակներ էին մարդիկ գրել, հարազատները, տենց շատ ջերմ անցավ։ Դա մեր վերջին հանդիպումներ քրեակատարողականում մեկ էլ այդ սև օրը 22 թվականի հուլիսի 15-ին։ Էս ա եղել։ Ես ուզում եմ էս էլ ընդգծեմ։ Հիմա Արմենի հետ կապված։ Ուրեմն փաստերն եմ ուզում բերեմ եւ ժամանակագրությունը։ Դուք հետեւություն արեք նաեւ այդ տեխնացու կոչվածի մասնակցության մասին։ Ուրեմն այդ տեսանյութը, որը մեղադրանքի հիմքում էր, տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլին։ 2021 թվականի ապրիլին Հայելի ակումբում։ Այդ օրն է, երբ որ Արմենը նաև ասում է այդ տեսանյութում, որ այսօր առաջի անգամ ուժ գտա իմ մեջ գնալու եռաբլուր եւ ահավոր էմոցիոնալ տոնով խոսում էր։ Ինչ էր ասում այդ մարդը։ Այդ մարդը խոսում էր, ասում էր, այ ընկերներ, այ քաղաքացիներ, սրանց հետևից մի գնացեք, երկիրը վարի է տալու, այդ իր հայտնի խոսքը, որ քիչ ավելի ուշ շատ մտածվում է։ Հանենք սրան, որ մարդ չմեռնի էլ, որ հող չտանք էլ, այդ էր իր ասացի տրամաբանությունը։ Եվ իր ասացի տրամաբանության մեջ, ես հիմա մի հատ էքսկլյուզիվ բաներ կասեմ, երկար եմ մտածել, ասեմ թե չասեմ, որտեղ իմ ու Արմենի անձնական զրույցներ Արմավիր քրեակատարողականում առաջի այցելություններից մեկի ժամանակ որոշեցի ասել, որովհետև սա Արմենի համար է, որ ասելու եմ սա։ Այն որ քանի որ երկուսով ենք եղել, Արմենը էլ չկա, քիչ այդ դեպքերում ես սիրուն չեմ համարում, բայց այն որ ամենավերջի ձևով պատժվեմ, թե մի բառ սուտ եմ ասում, թե մի բառ ավել եմ ասում, թե մի բառ պակաս եմ ասում։ Հիմա դրա մասին էլ կխոսենք։ Շատ կարևոր դեր ունի ես ասածս։ Եվ այսպես վերադառնանք 2021 թվականի ապրիլ, հիմա էլ ես Ֆրանսիայի հրապարակում հայտնվեցի մեքենայով, հենց այստեղ էր 22 թվականին այդ դիմադրության շարժումը, երբ Արմենին բռնեցին, բայց դեռ 21 թվականի ապրիլն է։ Ընտրությունների մասին չեմ հիշում, խոսք կար թե դեռ չկար, ոնց որ թե նոր այդ խոսքը կար, այն փողոցային շարժում կար, բայց նոր ընտրությունների մասին էր խոսքը գնում։ Երկրորդ նախագահը հայտարարել էր, որ ընտրություններին մասնակցելու է, այդ օրերն էր, այն որ նոր ընտրությունների մասին էր խոսքը, եւ Արմենը մարդկանց զգուշացնում էր, ասում էր մի սրանց ընտրեք, սրանց մի ընտրեք, այն ինչ որ ինքը ասում էր, այսօր իրականություն է դառնում։ Եվ երբ որ ինքը շատ կոշտ ձևով, այո, շատ կոշտ արտահայտություններ էր օգտագործում, այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր որ սրանց տրվում էին, սրանց հետևից էին գնում, թուրք էր անվանում։ Դա ոչ թե հազանգ եկավ ներողություն։ Դա ոչ թե ազգային կամ ներազգային այսպես պատճառներով էր իր ասածը։ Իհարկե ոչ, չէր կարող այդպես լինել։ Բացառապես քաղաքական պատճառով, որ դուք քաղաքացիներ խափնվելով սրանց, մոլորվելով սրանցից, իրանց հետևից եք գնում, բայց այս մարդիկ երկիրը վարի են տալու, ճղում էր այդ մարդին իրան մեջտեղից, այն ինչ որ ասում էր ցավոք սրտի մի բան էլ ավել իրականություն է դառել, հələ տեսեք այսօր մենք ինչ ենք մտածում, սա ընկած կապիտուլյացիա է ստորագրելու, ընկած ասում է ես պատրաստ եմ ստորագրել այդ կապիտուլյացիան, թեկուզ իմ հետ եմ պատրաստ ստորագրել, եկեք ստորագրեք իմ հետ այդ կապիտուլյացիան, անգամ 21 թվականին ում մտքով կանցներ սա։ Արմենը իրան ճղում էր, ասում էր մի արեք, այն մարդիկ որ սրանց հետևից են գնում, չեմ կարող այլ կերպ բնութագրեն կամ թուրք։ Սա էր ասում, կոշտ բան էր ասում, այո։ Բայց ոչ մի կապ չուներ սա ազգային կամ ներազգային հարցի հետ, սա քաղաքական պատճառ ուներ, քաղաքական հիմք ուներ։ 21 թվականի ապրիլին կրկնում եմ, անդադ կրկնելու եմ։
2 ամիս հետո, երբ որ քրեական վարույթի մասին խոսք չկար ընդհանրապես, արդեն նախընտրական շրջաններ, քարոզչության շրջաններ, այդ տեսանյութներն եմ ներկայացրել։ Հաղորդումներից մեկում Հռիփսիմեին էր հյուր։ Արմենը խոսում է իր գյումրեցու արմատների մասին, գյումրեցի լինելու մասին, մայրը հենց քաղաքից էր, նաև թաղ էր ասում, մայլան էր ասում, ինչ թաղ էր ասում, հիշում ես պահին։ Մի խոսքով ասում էր, ինչ թաղից է մայրս, այնտեղ եմ անցկացրել իմ մանկությունը, հայրն էլ կողքի գյուղերից մեկից էր։ Եվ իրա որպես շիրակցի, ասում է, ես շիրակցի եմ։ Ես ջղայնացած մի 2 ամիս առաջ մի քանի բան եմ ասել գյումրեցիների վարքագծի հետ կապված, բայց այսօր ուզում եմ ասեմ, ես հպարտ եմ գյումրեցի լինելու համար։ Ես ձեր ցավը տանեմ քաղաքական պատճառներով, դա էլ էր պայմանավորված։ Այդ օրը այն մյուս մարդը, որի անունը չեմ ուզում տամ, կապիտուլյանտ կոլաբորացիոնիստը գնացել էր Գյումրի եւ վատ ընդունելության էր արժանացել։ Եվ հիմա էլ այն ամենաբարձր խոսքերով գովում էր, ասում էր, ես որպես գյումրեցի հպարտ եմ, մարդ պետքա թասիբ ունենա, դուք ցույց տվեցիք, որ գյումրեցին թասիբ ունի։ Ընդամենը 2 ամիս հետո նորից ասեմ, քրեական վարույթի մասին խոսք լինել չէր կարող։ 2021-ի ապրիլին այդ հայտնի տեսանյութն էր, 21-ի հունիսին այս մի տեսանյութն էր։ Որտեղ որ այն մարդիկ որ ուզում էին հասկանային ինչա կատարվել, կարային շատ հեշտությամբ հասկանալ։ Որևէ խնդիր չէր ներկայացնում իրենց։ Ոչ մի Արմեն Գրիգորյանի վարքագիծը ինչով է պայմանավորված։ Ինչեր են ժամանակ սուր խոսքեր ասում, հիմա ինչի էր գովաբանում։ Անցան ամիսներ։ Տարին փոխվեց 2022 թիվ։ Ինտենվորում երբ ասում եմ Հայելի ակումբ, դուք հիշեք, որ ամեն շաբաթը մի անգամ Արմենը ժամ ուներ Հայելի ակումբում եւ անընդհատ խոսում էր, այնպես չէ, բացառիկ հարցազրույց էր։ Անընդհատ ինքը այդ հարթակով ելույթ էր ունենում, շատ ամսական 4 անգամ առնվազն։ 2022 թվականը եկավ մայիսը, սկսեց փողոցային շարժումը, սկսեց դիմադրության շարժումը։ Եվ մեկ էլ որտեղից որտեղ մի անգամից ընդամենը օրերի մեջ մայիսի երևի 11-12-ին որտեղից որտեղ հայտնվեց այն մի տարի առաջվա տեսանյութը, նիկոլական ռեսուրսները այդ պոակով մեր հարկերով սնվող այդ պոակի, չգիտեմ, տարբեր բաներ են ասում, այդ թվում նաև ինչ-որ մասնավոր անձանց կողմից այդ ֆեյքերի ֆաբրիկաների կողմից փողով աշխատող մարդիկ սկսեցին մի հատ արշավ Արմենի դեմ 1-2 օր տևեց ոչ ավել կտրած կոնտեքստից են իրեն խոսքը որտեղ որ երևում է որ ինքը գյումրեցիներին վատ բաներ է ասում անկախ քաղաքական բաղադրիչից եւ 1-2 օր պտտացրեցին դրա հաջորդ օրը հանդես է գալիս այս տեխնացուն վերադառնանք այս տեխնացուին այս ֆայտոնով մարդուն, այսպես ասեմ, առանց որևէ բացասական բանի ֆայտոնի երևույթի նկատմամբ, զուտ որ հիշեք, պրոստը անուն չեմ ուզում տամ։ Այս ֆայտոնով մարդուն մեկ էլ ինքը հանդես է գալիս մի հատ տեսաուղերձով, որի մի մասը ես տեղադրել եմ, որտեղ բառեր է ասում է քո պատիժը շատ շուտով գալու է, քո վերջը շուտով տրվելու է։ Քո վերջը շատ ցավոտ է լինելու եւ շատ շուտով։ Ժամանակագրությունն եմ զուտ ասում, դա լինում է մայիսի 14-ին, կարծեմ, 1-2 օր կարող է սխալվել։ 22 թվականի մայիսի 14-ին։ Ուրեմն տեսեք, 1-2 օր սկսեց սոցիալական ցանցերով ատելության գեներացիան Արմենի նկատմամբ։ Եսին որ դες չէ որ նոր էր ասել, մի տարի առաջվա տեսանյութ էր։ Դա վերցնում է այս անձնավորությունը, արդեն իր դեմքով հանդես գալով Գյումրու մուտքի այդ բանի ցուցանակի մոտ կանգնում խոսում է, ատելության բորբոքումը մեծանում է, 15000-ից ավել լայք, 2500 շեյր, դա բնական ձևով չի լինում։ Դա նշանակում է կազմակերպվածություն։ Եվ բերանից թռցնում է, ես այդպես եմ սա դիտում, բերանից թռցնում է, որ քո վերջը մոտ է։ Քեզ բան չի մնացել։ Այդ խոսքերը ընդհանրապես կոնտեքստի հետ կապ չունեն։ Ընդհանրապես կոնտեքստի հետ կապ չունեն։ Հաջորդ օրը 16-ին 2 օր հետո ներողություն 2 օր հետո հարուցվում է քրեական գործ, էլի զանգեր գալի կներեք։ 2022 թվականի մայիսի 16-ին հիշեցնեմ, բուն տեսանյութը եղել է 2021 թվականի ապրիլին, տարի մի ամիս առաջ։
Ինչի էր այս ամեն ինչը, որտեվ դիմադրության շարժումներ այդ պահին։ Արմենի խոսքն էլ մարդիկ հարգում են, մինչև հիմա մարդիկ փողոցում տեսնում են այդ բանն են, այդ մղկտում են, ասում են Արմենը ինչքան ենք մենք սիրում Արմենին, ինչքան ենք լսում Արմենին։ 2022 թվականի մայիսի 16-ին հարուցվում է քրեական գործը, ամսի 17-ին ստորացնող ձևով Արմենին ձերբակալում են, նկարում են, ցույց են տալիս 17-ին։ Այդ են նույն օրներ, որ Արմենին զանգել էր։ Տանում են կալանքի եւ 2 ամիսը լրանալու օրը, մեկ օր առաջ էր առաջին դատական նիստն էր, արագ մտցնում են դատարան, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, դատավոր Մնացական Մարտիրոսյանը չի հասցնում իր կալանքի հարցին անդրադառնալ, այդ հարցին անդրադառնալուց առաջ դեռևս գտնվելով դատավոր Ալեքսանյանի նշանակած կալանքի ներքո մարդը մահանում է։ Հիմա ես իրավունք չունեմ հետևություն անել, որ այդ անձը, այդ տեխնացուն, որը կարևորագույն դերակատարություն ունեցավ այս ատելության գեներացիայի գործում, ինքը շատ լավ իմացել է ինքը ինչ անում։ Ինքը ինֆորմացված է եղել նրա հետ, թե ինչա լինելու 1-2 օր հետո։ Ավելին այդ ստորացնող ձևով իրան ձերբակալելուց 7 օր հետո, մայիսի 24-ին, գնում ցուցմունք տալի քննիչի մոտ։ Գնում ցուցմունք տալիս քննիչի մոտ։ Եվ երբ որ հիմա ասում է, ոնց թե ախր Արմեն Գրիգորյանին մենք շատ ենք սիրում, ինքը կավեին շիկ, ինքը մեզ ուրախացնում էր, ինքը էս էր անում, ինքը այն էր անում։ Բա այն մաղթ ասեի, ասեր այստեղին խես է ձերբակալեցիք։ Ասեր այստեղին խեք տանում կալանքի, ինչ պետք է անի։ Ու վրա պետք է ազդի, ուր պետք է փախնի։ Այն վաղթ ասեի։ Մինչև հիմա մանիպուլյացիա է անում, ասում ինքը վիրավորել է գյումրեցիներին։ Ինքը գյումրեցիներին չի վիրավորել, ինքը նիկոլականության դեմ էր մարդկանց զգուշացնում, Նիկոլի հետևից մի գնացեք, քաղաքականներ գյումրեցի եւ այլի հետ կապ չուներ դա, քաղաքականներ մաքուր, այն էր ինչ որ այսօր բոլորս ենք այդ իրականությունը տեսնում, կոնտեքստից կտրված, սա շղթա է եղել, սա եղել է կազմակերպված, իմ կարծիքով հաշվեհարդար Արմեն Գրիգորյանի դեմ, որի մեջ դեր են ունեցել կազմակերպողները եղել է, կազմակերպող եղել է, բնականաբար ԿՊ-ն, որի մեջ դեր են ունեցել տարբեր մարդիկ, ովքեր որ սոցիալական ցանցերով ջրիերես են բերել, կոնտեքստից կտրել են եւ ատելություն են գեներացրել Արմեն Գրիգորյանի դեմ, մի տարի առաջվա տեսանյութի հիման վրա կարևոր դեր ունեցել հենց այս անձը, եւ ես նորից ասեմ, ժամանակը գալու է այդ հարցերը մենք տալու ենք, այդ բարերը դու ինչի ասեցիր, ով էր քեզ ինչ ասել, դու ինչ էր տեղյակ ես ամեն ինչից, քեզ ինչ ինֆորմացիա են տվել, որ Բերլիցը թրծրել ես, քո վերջը շուտ է լինելու, դրել եմ իմ էջում նայեք, բառացի նայեք, ինչ էր այս ամեն ինչի, դու ինչ ես իմացել ես կազմակերպված բանի մասին, որից հետո մի անգամից քրեական վարույթ եւ Արմեն Գրիգորյանին ձերբակալում են, կալանավորում են 2 ամիս քրեակատարողական եւ դատարանի օրը։ Դե մարդը ասում է հիվանդեր եւ այլն եւ այլն։ Ուրեմն իմացեք, Արմեն Գրիգորյանը որևէ մահացու հիվանդություն չի ունեցել։ Այո, ունեցել է հիվանդություններ։ Բոլորս էլ ունենք հիվանդություններ։ Չէ թողնում մենք դրա մասին խոսենք, ասում եմ, ես բժիշկ եմ, Եռմի հիշում եք, Երևանի բժշկական համալսարանի կավեենի թիմի անդամ, բժիշկ էր, ասում էր դուք իմ դեղերը բերեք, ես իմ ինքնաբուժությամբ զբաղվում եմ եւ անկեղծ ասած ընտանիքի հետ եմ խոսել, նաեւ ընտանիքն էլ ինձ ուղիղ ասել է, որ որևէ մահացու բան չկար։ Այո, հիվանդություններ բոլորս էլ ունենք, որս չունի հիվանդություն։ Մարդը բուժում էր անցնում, ինքը իրան բուժում էր որպես բժիշկ եւ այլն։ Ոսմը խմացրել եք, ինչ ենք խմացրել, արա։ Չես կարողանում, այդքան ուժ չես գտնում մեջդ։ Առավել եւս որ կեսը ասում ես, այն մյուս կեսը չես ասում, ասում ես ես այդ մարդուն հարգում եմ եւ։ Բա որ հարգում ես, ինչի գլուխի կերար, ինչի մասնակցեցիր այդ կեղտոտ խաղին։ Ինչի Արմեն Գրիգորյանին չասեցիր, այ Արմեն։ Մենք քեզ հարգում ենք, ես ինչ ես ասել, որ ինքն էլ քեզ բանանի, ինչա, նյութը փոխանցի ասի, այն գերես Գյումրու հետ կապ չունի իմ ասածը։ Իմ ասածը ոչ մի կապ չունի Գյումրու հետ։ Իմ ասածը Նիկոլի հետ կապ ունի, այ դու Նիկոլին աստվածացնողներից էիր։
Դու Նիկոլին աստվածացնողներից էիր։ Ոչ մի կապ չուներ ներազգայինի հետ։ Կապ ուներ նրա հետ, որ մարդը փորձում էր այս միջոցով հետ պահել մարդկանց։ Այս նրա հետ կապ ուներ։ Վերջում մի էքսկլյուզիվ փաստ։ Նորից ասեմ, երկար եմ մտածել, սա հրապարակայնացնեմ թե չէ, բայց վերջը որոշեցի հրապարակայնացնել։ Առաջի այցելություններից մեկի ժամանակ, երբ ես Արմենի մոտ էի, մենք զրուցում էինք, անկեղծ ասած, ինչ մեղքս թաքցնեմ, ես ասեցի Արմեն ջան, բայց կոշտ ես էլի ասել, կարաս ինձ բացատրես, իմաստը որ դա կոշտ, տենց կոշտ ասելու համար։ Ասես Ռուբ ջան, քեզ թվում է ես չեմ հասկանում, որ իմ դեմ որոշակի ուդար եմ ես բերում։ Այդ այլ խոսք, որ ես բոլոր հարցերի պատասխանները ունեմ։ Ասում եմ Ռուբ, հետո հայտնի փաստ, ասում եմ ես միակ մարդն եմ մեր կուրսից, որ գնացի 88 թվի երկրաշարժից հետո գրվեցի կամավոր երկար ժամանակ այնտեղ մնացի, ոչ միայն որպես գյումրեցի, ոչ միայն որպես շիրակցի։ Հազար ու մի բաներից, ինքը չի ասել, ընկերներն են ասել, ինքը երկու բառով ասեց։ Հետո ընկերների հետ խոսեցի, Հրանտ Արամիչի հետ խոսեցի, որ չգիտեմ, այտենց մարդ մի տենց ընկեր ունենա, էլ հերիք է, այսպես ասեմ։ Այտենց նվիրված, այտենց սրտացած, մի խոսքով, Աստված Հրանտ Արամիչին առողջություն տա, մի խոսքով ամենալավ բաների ես ուղղակի հիացած եմ, այտենց ընկերությունից։ Հրանտ Արամիչն է նաև մանրամասն դրա մասին ինձ ասել։ Հրանտ Թոխացյանը նկատում եմ։ Ասում եմ Արմեն, ինչի բայց։ Ասեց, գիտես ինչ ասեց, դեպքեր կան, որ պետք է նենց անես, որ մարդիկ իրար գան։ Ես կարող եմ 1-2 բառ, իմաստը ամբողջությամբ ճիշտ եմ ասում։ Որ ամոթ ինձ, եթե իմաստի մեջ մի գրամ շեղում թույլ տամ։ Մարդիկ պետք է իրար գան, ասում, սովորական խոսքով նստելով, տենց բանանելով, այ ժողովուրդ ասել, տենց չի լինի ասում։ Դրա համար պետք է ցնցող մի բան անել։ Պետք է մարդուն ցնցող մի բան անել, որ մարդը իրար գա, մի հատ այդ ցնցումից իրար գա, մարդ էս կարող է ուղեղները հասնի, որ էս ինչ են անում, այ ընկեր։ Էս ինչ են անում։ Խոսքը արժեք կարա ունենա, խոսքը ազդեցություն կարա ունենա իր խոսքերն եմ ասում, էս խայտարակ պայմաններով, երբ որ ցնցող բան ես անում, որ մարդկանց մտածելու հնարավորություն տաս։ Թե ասում եք քեզ թվում է չեմ հասկանում, որ հա, բան եմ անում, որ հարված եմ իմ վրա բերում։ Բայց ես պատրաստ եմ դրան ասում եմ։ Ես դրան պատրաստ եմ, որովհետև ես Դավես էլ ասեմ, նես չի որ գաղտնիք է, 18 թվականի հետ կապված եւ այլն, ես պարտավորված եմ ինձ զգում այսօր ինձնից կախված ամեն ինչ բառից բուն իմաստով դա խոսքեր չեն։ Այդ թվում իմ վրա ուդար վերցնելով, այդ թվում իմ վրա հարված վերցնելով անելու այո եւ այս ցնցող խոսքերի իմաստը դա էր։ Մարդկանց շանս տալն էր, որ մարդիկ մտածեին դրա մասին։ Այս մարդը այն սմերտնիկի պես է իրան պահել։ Դրա համար եմ ես միշտ ասում, իշխանափոխությունից հետո ես չգիտեմ Աստված տա մի խոսքով բոլորս սպասում ենք երբ այդ բաղձալի օրը գալու։ Իմ առաջին գործը լինելու է Արմեն Գրիգորյանի, ոչ միայն ռեհաբիլիտացիա։ Այլև բարձել այս շղթան, այս կասկածելի ժամանակագրությունը։ Այն ամբողջ process-ը, որին մասնակցել են այդ տեխնացուի պես մարդիկ, որոնք որ սևացնում էին Արմեն Գրիգորյանին, հիմա էլ կանգնում ասում են, ոնց թե ինքը մենք հարգում ենք, մենք ընդունում ենք, մենք սենց ենք անում, մենք նենց ենք անում։ Իրավապահ մարմիններն են դրան մասնակցել, այդ թվում դատական իշխանությունից կոնկրետ դատավորի անունը տվեցի, նա որ կալանքը տվել էր այս բացառիկ իրավիճակում։ Քաղաքական դերակատարներ են մասնակցել եւ այլն։ Այս ամեն ինչը պետքա բացահայտվի։ Ես հրապարակավ խոստանում եմ։ Ես ինքս դրանով զբաղվելու եմ առաջինը իշխանափոխությունից հետո։ Ուրիշ հարց ես իմ համար առաջնային չեմ համարում։ Սա կարևորագույն հարց է։ Այդ մարդը, որ այս ինքնազոհությանը գնաց մեր բոլորի համար։ Եվ հիմա կոկորդիլոսի արցունքներ է թափում,
շշմելու բան է, փաստաբաններն են մեղավոր, փաստաբաններ իրան այսօրվան հասցրեց։ Էն էլ ասեմ մի դեպ։ Շուտով Էդգար Ղազարյանի նիստն է։ Այ Էդգար Ղազարյանին ինչ որ մեղադրանք է առաջադրվել, բառացի։ Այս մեղադրանքը Էդգարի դեպքում абսուրդ է, բայց մեր դեպքում դրան է վերաբերում։ Փաստաբանների վերաբերյալ իրենց փաստաբանական գործունեության մասով արատավորող տեղեկություններ տարածել։ Չեն քրեական գործառույթում։ Ես հանցագործության մասին հաղորդում չեմ տալու, հատկապես այս նախընտրական շրջանում, նորից ասեմ, չեմ ուզում սա ինչ-որ ազդեցություն ունել այս նախընտրական հարցերի վրա, որովհետև սա շատ ավելի կարևոր է, քան որևէ ընտրություն, անկեղծ ասած իմ համար, ուրիշների համար վստահ եմ չէ։ Բարոյական առումով, մարդկային առումով, Արմեն Գրիգորյանի հիշատակը հարգելու առումով իմ համար շատ ավելի կարևոր է։ Բայց հետա խնդալուն։ Մարդը հիմա, չգիտեմ, Նիկոլին քննադատում է, ինչ է անում ժամանակին աստվածացնում էր, բայց պարզ չի, որ նիկոլական իրավապահ համակարգը Էդգար Ղազարյանի նկատմամբ կհարուցի քրեական վարույթ, իր նկատմամբ չի հարուցի։ Էդ էլ ասեմ, թող իմանա նշված անձնավորությունը։ Այսքանը ես տեղ հասա։ Հուսով եմ առիթ էլ չեմ լինի այս հարցի, չեմ ունենա այս հարցին անդրադառնամ, իսկ նշված անձնավորությանը, չեմ ասում խորհուրդ կտայի, բայց ինքն իրեն լավություն կաներ, երբ իսկապես զղջմամբ հանդես կար։ Իսկապես մեղք ընդունելով հանդես կար։ Իսկապես։ Այլ ոչ թե այն Ադամի եւ Եվայի պատմության մեջ երբ Աստված Ադամին ասում է, «Էս ինչ արեցիր, ինչի իմ պատվիրանը խախտեցիր», ասում է, «Ես ինչ, քո տված կինը ինձ համոզեց»։ Գցում է Աստծո վրա, էլի ուրիշի վրա։ Այդ տեղից այդ բանը կա։ Ձեր մեղքը ընդունեք։ Մա կարևոր չի, ին վրա եք գցում, Մաշինյանի վրա եք գցում, նախկինների վրա եք գցում, եղանակային պայմանների վրա եք գցում, մի արեք դա։ Ձեր իսկ համար եմ ասում, մի արեք դա։ Ճշմարտությունը անպայման մի օր բացահայտվելու է։ Ինչ դեր եք ունեցել դուք անձնապես այս հաշվեհարդարի մեջ, որը որ մի քանի օղակ էր պարունակում։ Ես ձեզ մանրամասն փաստերը տվեցի օբյեկտիվ։ Երբ էր, ոնց էր, ինչ էր։ Մի արեք, հաստատ զղջումը եւ խոստովանությունը եւ ճշմարտությունը հանրությանը ներկայացնելը գնահատվելու է։ Այսքանը հաջողություն, շնորհակալություն։